կար պատգամավորներ, ժողովրդում 4 կին պատգամավորների հետ կապված, որ հնարավոր է քրեական գործեր հարուցվեն։ Ինչ տեղեկություններ ունեք այդ մասով եւ ինչով են այդ կին պատգամավորները հայտնվել ուշադրության կենտրոնում։ Ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում, անկեղծ ասած առաջին անգամ ցեզանից եմ լսում, որևէ մանրամասներ չեմ կարող այդ կապակցությամբ։ Որևէ ընթացակարգեր չկան, ձեզ մոտ Հակակոռուպցիոն կոմիտեում որևէ նման գործընթաց չունենք։ Պարոն Նահապետյան, քիչ առաջ պատգամավորներից մեկը հարցը բարձրացրեց $11,200 հայտնաբերվել է, թե ոչ $590,000 գողոնի մեծ մասը հայտնաբերվել է, $11,200 չկա։ Ինչ է աղում այս։ Շատ լավ, ես այդ հարցին հանձնաժողովին նաև պատասխանեցի, $11,200 այո չի հայտնաբերվել, ներկապային այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, բայց միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ մեղադրյալների հարազատները պատրաստակամություն են հայտնել այդ գումարի մնացած մասը, այսինքն $11,200 վերականգնելու առումով եւ եթե ունենանք վերականգնում, ապա շատ ավելի լավ, իսկ եթե ոչ, ապա քերական դատավարության օրենսգրքում կա գույքի արգելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական եւ անշարժ գույքերի վրա։ Մեղադրյալները ունեն այդպիսի գույքեր, թե շարժական եւ թե անշարժ, եւ վնասի վերականգնում չունենալու դեպքում մենք այդ գույքի արգելադրման ինստիտուտը անպայման կիրառենք։ Եվ Գորգ Թադևոսյանի ընտանիքն է պատրաստակամություն հայտնել, որ կտա $11,200։ Եվ դուք արդյոք պարզել եք ձեզ համար պարզը ինչեր այդ հսկայական գումարը մնացել քննչական կոմիտեում եւ չէր տեղափոխվել օրինակ դեպոզիտային հաշվի։ Տեսեք, քննչական կոմիտեում գումարը հայտնվել է մեկ այլ վարույթով կատարված քննչական գործողությունների արդյունքում, ճանաչվել է քննիչի կողմից իրեղեն ապացույց եւ այդ գումարը կենտրոնական բանկ ուղարկելու նպատակով, եթե չեմ սխալվում, 2025 թվականի ապրիլ ամսին վարչության պետի կողմից գրություն է հասցեագրվել կենտրոնական բանկ, որպեսզի ԻՊԱ հանձնվի գումարը կենտրոնական բանկին, սակայն հաշվի առնելով որոշակի ընթացակարգեր, կենտրոնական բանկը ըստ էության հրաժարվել է գումարը որպես ԻՊԱ ընդունել եւ նորից վերադարձվել է քննչական կոմիտե եւ մնացել է չհրկիզվող պահարանում։ Բայց ինչու է հրաժարվել։ Այդ մասով քննությունը ընթանում է, կան համապատասխան հիմքեր, որոնց արդյունքում կենտրոնական բանկը հրաժարվել է, բայց քանի որ այս պահին նաեւ նախաքննությունը իրականացվում եւ այդ հանգամանքները եւս քննության առարկա են դառնալու քրեական վարույթով, թույլ տվեք ձեռնպահանամ այդ հարցերին պատասխանելուց։ Կադրային ջարդի հետ կապված էլի այսօր հրապարակել ձեր հարուրը չի դրանցել, չէ՞ պարոն Նահապետյան։ Ոչ։ Արդեն այս երկու ամսվա ընթացքում մեր տեղեկություններով պաշտոնականը 12 էր, ես ինքս հրամաններ ուսումնասիրել եմ ազատվածները պաշտոնից, բայց ըստ էության ասում են ավելի շատ են ու շարունակում են։ Սասուն Խաչատրյանի կադրից եք ազատվում, թե քննիչները լավ չեն աշխատում, այսինչ ջարդ եք սկսել ներսում։ Ես կադրային ջարդ ձեր օգտագործած տերմինի հետ թույլ տվեք չհամաձայնվեմ, դա բնականon աշխատանքային process է, կադրային փոփոխություններ եւ ազատումներ եւ նշանակումներ բոլոր կառույցներում տարբերաբար լինում են եւ որևէ այլ հանգամանքով պայմանավորված, բացի աշխատանքային հարաբերություններից, դրանք այլ հիմքեր, պատճառներ չունեն։ Արդյունավետությունը պակաս է։ Ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ, որոշակի մոտեցումների հարց է ընդհանուր նաեւ ուղղությունների, մոտեցումների հետ կապված, անձինք որոշ անձինք ունենալով նաև այլ մոտեցումներ եւ աշխատանքային այլ սկզբունքներ, նաև ազատման դիմումներ են գրել։